Հիմա որ դատվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, իրանք չեն դատվում որպես ռազմագերի, որտեղ ռազմագերին պատերազմի օրենքներով իրավունքներ ունի։ Իրենք դատվում են որպես ահաբեկիչ, որպես սեպարատիստներ, անջատողական ահաբեկիչներ։ Եվ 23 թվականին Ալիևին այդ հնարավորությունը տվեց Փաշինյան Նիկոլը, Շարլ Միշելը 23 թվականի հոկտեմբերի 6-ին եւ Մակրոնը։ Սա ինչի համար եմ ասում։ Սա ասում եմ նրա համար, որ մենք հասկանանք Ալիևը երկրորդ պատերազմը է այստեղ անելու համար որոշակի հիմքեր պետք է ունենա։ Այդ հիմքերը ինքը պետք է հիմնավորի։ Եթե հիմքը չունի, ինքը այստեղ պատերազմ չի կարող սկսել, որ ասել էին սեպտեմբերին կռիվ կլինի, այդպեսի բան չի լինի, հեքիաթների դաշտից, հա, այդպես օծից վերցրած։ Ես որ չընտրվեմ սեպտեմբերին, դիտում ասում ահեղ։ Օրը չասեց կամ 19-ին կամ 27-ին, թող ասել, որ մարտիկ ասոցիացնեն սեպտեմբեր ամիսը որպես կռվի ամիս, այն էլ օրը թող ասել։ Եվ հետաբար ես ես վստահաբար եմ ասում, Ալիևը սպասում է այն օրվան, որ եթե այս կռիվը միջազգային իրավունքով եւ տարածաշրջանում շահեր ունեցող պետությունների համաձայնությամբ լինի, չկասկածեք իսկ 1 րոպե Ադրբեջանը այդ կռիվը անելու է։